այո, Սամվել Կարապետյանի շուրջ հնարավոր է կրիտիկական զանգվածի մոբիլիզացիա տեղի ունենա եւ այս ժամանակահատվածի 2026 թվականի այսպես ասած ընդդիմության ֆավորիտը Սամվել Կարապետյանն է։ Մնացած ձեր կողմից մատնանշված անձինք Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը մնացածը, եթե չասեմ խանգարելու են, առնվազն իրենց մասնակցությամբ փորձելու են ստվերել Սամվել Կարապետյանի շուրջ խմբման գործընթաց, այսինքն Ռոբերտ Քոչյանը վստահ եմ այդքան ուրեմն գիտելիքներ ունի հասկանալու համար, որ ինքը ուրեմն խաղից դուրս է եւ չի կարող դառնալ ֆավորիտ եւ այն ամպագորգոր հայտարարությունները, որ ինքը ուրեմն կարող է երրորդ անգամ առաջնորդել երկիրը, ուղղակիորեն ուշացած հայտարարություններ են ժամանակավրեպ եւ չեն արտացոլում մեր հանրային տրամադրությունները։ Գագիկ Ծառուկյանի մասին ես չեմ կարող որևէ բան ասել, ինքը որևէ կերպ չի համապատասխանել, չի համապատասխանում եւ չի կարող համապատասխանել երկրի գործադիր իշխանությունը ղեկավարելու չափանիշներին,